Առաջի թագավորաց 15-րդ գլուխ հետաքրքիր խոսք Աստված ասում Սավուղի կյանքի հետ կապված սիրելներ։ Հիշում եք Սավուղին, նա Իսրայելի առաջի թագավորն էր, եթե կհիշեք պատմությունը, մի փոքր հիշեցնեմ, որ Սավուղը այն թագավորներից էր, որ Աստված նրան ընտրեց, նա լավ սկիզբ ունեցավ, մենք անցյալ կիրակի խոսացինք դրա մասին, բայց վատ ավարտ ունեցավ, սիրելներ։ Իմ աղոթքս է, որ տարին մենք լավ սկսենք ու լավ ավարտենք Աստծո մեջ, ամեն։ Գաղատացիների եկեղեցում Պողոս առաքյալը ասում է, ես զարմանում եմ ով գաղատացիներ, այսով ձեզ կախարդեց, այսինչ եղավ ձեր մեջ, այսպես ասած ձեր տարին լավ սկսեցիք, բայց այս ոնց եք ավարտում, այսպես ասած, թող տարին մեր լավ սկսենք, ծոմապահությամբ, Աստծո ներկայության մեջ, հաղթանակով ու ավելի լավ ավարտենք զորեղ փառքեր Հիսուսին։ Առաջի թագավորաց 15-րդ խոսքն ասում է, եւ Սամվելն ասեց Սավուղին. Տերն ինձ ուղարկեց քեզ, որ Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու։ Եվ հիմա Տիրոջ խոսքերի ձայնը լսիր, զորաց Տերն այսպես է ասում. Ես հիշում եմ, ինչ որ ամաղեկն արեց Իսրայելին, որ նրա ճանապարհը կտրեց, երբ որ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա եւ ջարդիր ամաղեկին ու ոչնչացրու նրա ամբողջ ունեցվածքը, չխնայես նրանց, կոտորիր բոլորին տղամարդիկ եւ կին, երեխա եւ կատնակեր, արջար եւ ոչխար, ուխտ եւ էշ։ Միգուցե հիմա կասեք, այսինչ դաժան Աստված, ինչ Աստված ասում, որ պետքա Սավուղը անի, բայց սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա, սիրելներ։ 7-րդ խոսքը ասում է, եւ Սավուղը գնաց, լսեց, արեց, ջարդեց ամաղեկի որդիներին եւ լայից միջև Եգիպտոսի դիմացի սուրը եւ ողջ բռնեց ամաղեկի թագավոր Ագագին։ Ամաղեկի թագավորին Ագագին եւ ամբողջ ժողովրդին սրի բերանով քաշելով բնաջնջեց։ Բայց Սավուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին եւ ոչխարների ու արջառների լավերին ու գերիներին ու գառներին ու այն ամենը ինչ ընտիր էր չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրեցին բոլոր անարժեք ու անպիտան անասունները, սիրելներ։ Մենք տեսնում ենք կիսով չափ հնազանդություն Սավուղի կյանքի մեջ, Աստված այսպես չէր նրան պատվիրել, ամեն։ Ովքեր էին ամաղեկացիները, միգուցե այս հարցը ձեր մեջ կտակ, ասեք, բայց ովքեր էին ամաղեկացիները եւ ինչու հենց Աստված ասեց, որ Սավուղ դու պետք է գնաս եւ ամաղեկացիներին պետք է վերացնես, այս ցեղը այսպես ասած։ Եկեք հիշենք, որ ամաղեկը Եսավի թոռն էր։ Հիշում եք Աբրահամը, Իսակը, Հակոբը, այ Հակոբի եղբայրը Եսավը, նրանք եղբայրներ էին, սիրելներ։ Բայց խոստումը ում մեջ էր։ Խոստումը Իսահակից փոխանցվեց Հակոբին։ Սա մի այլ երկար պատմություն է, բայց հիշեցնեմ։ Այսինքն ամաղեկացիները Աբրահամի ազգական սերունդն էին, բայց ոչ ուխտի մեջ գտնվող ժողովուրդ։ Եսավի սերունդը նրանք ուխտի զավակներ չէին, ուխտի խոստումները նրանց չէին պատկանում։ Հասկանում եք։ Ամեն խոստումները պատկանում էին Իսահակից փոխանցված Հակոբին եւ այդպես Հակոբից Հուդայի ցեղից Դավիթին եւ դեպի Տեր Հիսուս Քրիստոս ամեն մարգարեությունները։ Նրանք ներկայացնում են այն, ինչ ծնվում է մարմնից, ոչ թե խոստումից։ Հիշում եմ, խնդրում եմ սա հիշեք։ Ամաղեկացիները նրանք խորհրդանշում են ինչ որ մարմնավոր մարդը, մարմնավոր մասը, ոչ թե հոգևոր խոստումները։ Գաղատացիների մեջ Պողոս առաքյալը ավելի խորապես բացատրում այս միտքը, Գաղատացիների 4:29-ի մեջ ասում է, բայց ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմանե ծնվածը հալածում էր նրան, ով հոգու կողմից էր, այդպես էլ հիմա։ Տեսնում եք։ Այն ժամանակ ասում է, ովքեր մարմնի կողմանե ծնված էին, նրանք անդադ Իսրայելին հալածում էին։ Պատերազմը հոգու դիմաց էր, նրանք ովքեր որ խոստումի որդիներ էին։ Ու ասում է, այնպես էլ հիմա։ Ինչպես այսպես էլ հիմա կատարվում, եթե ոչ մեկ բան կարանք ասենք, որ մեր մարմինը պատերազմում է հոգու դեմ, հոգին պատերազմում է մարմնի դեմ։ Սիրելի եկեղեցի, մարմնի մեջ խոստումներ չկան։ Խոստումը հոգու մեջ է։
Տեսեք, պաշտամունքի ժամանակ անգամ Հիսուսը մեզ հիշեցրեց մեր Տերը, ասեց, երբ որ պաշտամունք ենք բարձրացնում Տիրոջը, մենք պետք է Տիրոջը պաշտենք հոգով ու ճշմարտությամբ, ամեն։ Աստված այդպիսի պաշտամունքն է ընդունում որպես պաշտամունք։ Ամաղեկը խորհրդանշում էր մարմինը, որը մշտապես հակադրվում է հոգուն, սիրելներ։ Այդպես է թե չէ, մարմնի մեջ մեր զգում ենք մարմինը հոգուն, եթե չէ, մյուս կիրակի օրվանից ծոմապահությունը սկսում ենք, կտենակ ինչ պատերազմ է սկսում։ Մտքի դիմաց, ուտելու դիմաց։ Մարմինը մի անգամից պատերազմելու է հոգու դեմ։ Ու մենք այսպես ոնց ենք այս պատերազմը անցնելու, այս ամաղեկացների շրջանը անցնելու, սիրելներ։ Ամեն։ Ամաղեկացների մասին, երբ որ կարդում ենք մենք 5 տակարանում, ամենառաջի անգամ մենք կարդում ենք հետաքրքիր մի պատմություն, նշված է երկրորդ օրինացի մեջ։ Ինչու Սամվելը ասեց գնա եւ ամաղեկացներին վերացրու, որովհետեւ Իսրայելը ուներ չավարտված պատերազմ։ Միգուցե նոր տարին 2026 թիվը մտել ենք, բայց ունենք չավարտված պատերազմներ։ Ունենք խնդիրներ, ունենք բաներ, որ դեռ 2025 թվից փոխանցվում են 2026, Աստված ասում է ետ պետք է վերադառնաս ու այդ ամեն բաները արմատախիլ պետք է անես, ամեն, մեր կյանքի միջից, սիրելներ, տեսեք ինչ է կատարվում։ Երկրորդ օրինաց 25-ի մեջ ամենառաջի անգամ մենք տեսնում ենք այս ամաղեկացների մասին, Եսավի սերունդի մասին, ասում է հիշիր, թե ինչ արեց քեզ ամաղեկը ճանապարհին։ Երբ դուք դուրս եք եկել Եգիպտոսից, որ ճանապարհին ելավ քո դեմ եւ առանց Աստծուց վախենալու, ամաղեկացների ոգին, նրանք չունեն աստվածավախություն, ամաղեկացները, մարմնավոր մարդը։ Ասում է կոտորեց քո ետևից գնացող բոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր, սիրելի քույրս եղբայրս։ Հարձակումը տեսեք ինչ եղավ, ամեն անգամ երբ որ ամաղեկացների մասին դուք կարդաք, մարմինը, մարմնավոր միտքը, այսպես ասած, միշտ ամաղեկացները հարձակվում են թիկունքից թույլերի վրա ու հոգնածների վրա։ Իսրայելը անապատում միտեղ էր եկել հասել, որ նրանք թույլ էին, տկար էին, սպառված էին, եւ ամաղեկացները նրանք միջոց գտան, որ ամենակարևոր բանը, որ այս պահին կարող ենք մենք հարձակվել Իսրայելի վրա եւ հարված հասցնել եւ գրավել։ Բայց ստացվեց թե չէ, խոստումները հոգու մեջ է, սիրելներ, հալելույա։ Այնինչ որ Աստված մեր մեջ դրել է, Աստծո հոգին ավելի մեծ է, քան թե աշխարհի հոգին, փառքեր Հիսուսին։ Ճիշտ ինչպես մարմինը, որ հարձակվում է մեր վրա երբ թուլության ու տկարության ժամանակ։ Երբ որ մենք տկար ենք, թուլության, այսպես խնդիրներ կա, երբ ենք մենք զգում ավելի ճնշված մարմնի այս բանի մեջ, երբ որ կյանքիդ մեջ մի հատ տկարություն է գալի։ Ինչ որ մի հատ բան է գալի կյանքիդ մեջ, սատանան մի անգամից իր բանակով ագագը ու ամաղեկացները իր դիվային ուժերով հարձակվում են քո վրա եւ սկսում են ասել, բա ուր Աստծո խոստումները։ Եթե Աստված ասել էր, խիչ եղավ։ Այսինչ անհատը աղոթում է, Աստված աղոթքը պատասխանում է, այն մյուսը աղոթում է, ոչ մի ու սկսում է անդադ մեր մտքերի, հասկանում եք, մեր սրտերի մեջ ուզում է իր սերմերը գցի, սիրելի քույր եղբայրներ։ Ամաղեկացները նրանք ունեին այս սովորությունը, որ մարդուն հետևից էին հարվածում ու թույլ ու տկար ժամանակ, ինչպես որ մարդու մարմինն է։ Երբ որ հոգի տկարանում է, աղոթքը, երկրպագությունը, քո պաշտամունքը հոգի թուլանում է, մարմինը մի անգամից հարձակվում է հոգու եւ խոստումների վրա, սիրելի եկեղեցի։ Ամաղեկացների սովորությունը եւ բնույթը սա է, սիրելներ։ Ամաղեկացները հայտնի էին որպես ագրեսիվ եւ անողորմ, Աստծուց չվախեցող եւ մշտապես կրկնվող վտանգներ էին նրանք բերում Իսրայելի կյանքի մեջ։ Ամենառաջինը մենք տեսանք, որ նրանք հարձակվեցին Իսրայելի վրա, երբ որ նրանք անապատում էին։ Աստծո դատավիճիրը ամաղեկի դեմ սա էր։ Ես ասես պետք է բնաջնջեմ ամաղեկը։ Ելից 17-14-ի մեջ երբ որ կարդաք, ասում է ես պիտի ջնջեմ ամաղեկի հիշատակը երկնքի տակից։ Հենց Աստված դրա համար էլ Սամվելին ասեց, Սամվել դու պետք է գնաս եւ ինչ որ մարմնավոր է, ինչ որ Իսրայելի դեմ արգելքներ է բերում, խոստումի դեմ արմատախիլ պետք է անես։ Այսպես ասած հին մարդ իր խորհուրդներով, սիրելի եկեղեցի։
Աստծո դատավճիռը դա էր, բայց կիսով չափ հնազանդություն Սավուղի կյանքում։ Աստված պատվիրեց ամբողջական կործանում, ոչ պայմանական, սիրելներ։ Մարմնավոր միտքը Աստծո դեմ թշնամությունը, հավատում եք թե չէ։ Հռոմեացիների 8:7-ի մեջ պարզ ասում, մարմնավոր միտքը Աստծո դեմ թշնամությունն է։ Մենք չենք կարող մարմնավոր մտքեր մեր մեջ ընդունենք, ու այդ մարմնավոր մտքերը թույլ տանք մեր սրտի մեջ դառնան ագագներ, թագավորեն մեր սրտի մեջ ու ուզենանք մեծ հաղթանակներ ունենանք հոգևոր կյանքում։ Սա է ամբողջ միտքը, ամեն, սիրելի եկեղեցի։ Որ պետք է Աստված, ասենք Տեր Աստված, այս նոր տարվա շեմին, այս առաջի կիրակին որոշում եմ կայացնելու պատերազմ Ագագի դեմ, այս թագավորի դեմ։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Չսպանված Ագագը դարձավ սերունդների վտանգ Իսրայելի համար, սիրելներ։ Այո, հիմա կարող ասեք, բայց գիտեք, Սամվել մարգարեն եկավ Ագագին սպանեց։ Եվ Սավուղին հանդիմանեց իր կիսատ գործը, որ նա չավարտեց, բայց հավատացեք, Սամվելը Ագագին սպանեց, բայց Իսրայելը Ագագին պահեց իր սրտի մեջ։ Հավատում եք։ Այնինչ Սավուղը չկործանեց իր ժամանակում, վերադարձավ սերունդներ անց ավելի մեծ սպառնալիքով։ Երկու կարևոր դեպք հիշեք 5 կտակարանում կապված ամաղեկացների մասին ու այս Ագագ թագավորի մասին։ Ու վերջում կկիրառենք ինչ է խոսքը ասում մեր կյանքի հետ ու 21 օրյա ծոմապահության կոչ եմ անելու սիրելներ, որ ծոմապահությունը բացելու ենք հաջորդ կիրակի օրվանից։ Ամաղեկի հարվածը եկավ Դավիթին։ Այն գործը, որ Սավուղը չէր ավարտել, հիշում եք առաջի թագավորած 30-ի մեջ ասում է Դավիթը, մի օր նա պատերազմի մեջ էր, վերադառնում է Սիկելակ ու տեսնում է Ամաղեկը եկել է եւ ամբողջ ասում է գերի է վերցրել, էլի հետևից հարվածողներ, ագրեսիվ, անողորմ, իրենց կանանց, իրենց տղաներին ամեն բան գերի են վերցրել ու ամբողջ քաղաքը այրել են։ Եվ ասում է Դավիթը ասում է անգավ Աստծո առաջ, առաջին ասում է ժողովուրդ ուզում էր Դավիթին քարկոծել, բայց Դավիթը ինքն իրեն զորացրեց Աստծո մեջ։ Նա դիմեց Տիրոջ ու ասեց ինչ եմ անելու Տեր Աստված, Աստված ասեց գնա Ամաղեկին վերջապես էլի նորից, գնա Ամաղեկին վերացրու, այս Ամաղեկ, այս մարմնավոր Եսավի սերունդը, որ պատերազմա սիստեմատիկ հոգու դեմ, գնա ու այդ մարմնավոր գործերը, մարմնավոր միտքը, մարմնավոր խորհուրդները վերջապես վերացրու սիրելներ։ Այո, Դավիթը գնաց Ամաղեկի դեմ ու ամբողջ գերիները ետ վերցրեց։ Ինչ որ թշնամին մեզանից վերցրել է սիրելի եկեղեցի, ինչ որ թշնամին սատանան մեզանից գողացել է 20-25 թիվը, ինչ տարածքներ, ինչ հարվածներ եկել է մեր կյանքի մեջ, այսօր ասա Քրիստոսի Հիսուսի անունով ետ եմ վերցնում իմ տարածքը, ետ եմ վերցնում իմ տարածքը։ Ամաղեկը սիրելի քույր եղբայրներս, այդ դիվային ուժերն են, որ մենք ամեն անգամ պատերազմում ենք։ Գիտեք, հոգևոր կյանքը պատերազմ է, հավատում եք։ Հոգևոր կյանքը պատերազմ է, մենք պատերազմի մեջ ենք ամեն օր։ Աստված մեզ կանչում է Ամաղեկի դեմ, այդ դիվային ուժերի դեմ, կարող է լինի աներողամտություն, անհաշտություն, թշնամություն, ինչ խնդիրներ կա 20-25 թվի հետ կապված, Աստված ասում է վերջապես որոշում կայացրու։ Չլուծված հարցեր, Դավիթ, ես քեզ ուղարկում եմ, քո տարածքը ետ պետքա վերցնես, քո գերիները ետ պետքա բերես։ Ամեն սիրելի եկեղեցի, փառքեր Հիսուսին։ Աստվածաշունչը նույնպես հայտնում է, Ամաղեկը վերացավ, բայց Ագագի անունն ու այս թագավորի այս գործը դեռ մնացել էր Իսրայելի դեմ որպես դատավճիռ, այսպես ասած։ Հասկանում եք։ Երբ որ կարդում ենք Եսթերի 3-րդ գլուխը, Եսթերի կյանքը պարզ մեզ հայտնում այս պատմության մասին։ Ասում է այն բաներից հետո Ասորես թագավորը մեծարեց Ագագացի Համանին։ Հիշում եք Համանի մասին։ Սա մի դաժան մարդ էր, որ ուզում էր ամբողջ Իսրայելը վերացնել։ Համամը, Ագագացի Համամը, ծագումնաբանությունով, որ գնում է դեպի այս թագավորը, որ Իսրայելի դեմ պատերազմի էր դուրս եկել բազմիցս անգամներ, այն թագավորը, որին որ Սավուղը պաշտպանեց, իմ տուն մի նմուշ եմ բերում, անցյալից կբերեմ, հանկարծ եթե ամաղեկացները հարձակվեն իմ վրա, իրենց թագավորի իմ ձեռքերի մեջ է, մեզ սպառնալիք չի լինի, ամեն։ Այսօր ասում ենք Տեր Աստված,
արձակում ենք ամեն բան, ամեն դիվային ուժեր, դիվային թագավորություններ, ամեն հարվածներ մեր կյանքի միջից, եւ ասում է այս ասորես թագավորը մեծարեց, Ագագացի Haմանին ասում է բարձրացրեց եւ նրա աթոռն ասում է իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց, աթոռ վեր դրեց, եւ ասում է Եսթերի դեմ պատերազմ եկավ, Իսրայելի դեմ պատերազմ եկավ, այս Ագագացի Haman մի բան էր պատրաստել, որ ամբողջ Իսրայելին պետքա ցեղասպանություն աներ, եւ մի խաչ էր պատրաստել, որ մուրքեին պետքա նա խաչեր այդ խաչի վրա, սիրելի եկեղեցի։ Բայց գիտեք, ոնց կոտրվեց այս թշնամու ուժերը ծոմապահությամբ։ 3 օր ծոմապահության մեջ մտավ Եսթերը։ Ում դեմ? Այս Ագագացի Համանի դեմ, ամաղեկացիների ուժերի դեմ, այն բոլոր բաները, որ մարդու կյանքում կապանքներ են, մարդուն ետ են պահում, հասկանում ես, որ չի թողում կյանքիդ մեջ ունենաս առաջխաղացում, ճեղքումներ, հոգևոր կյանքի մեջ բարձր տեղեր, եւ Աստված վերջապես ասում է, այս մարդու դատավճիռը տեսեք ինչ եղավ, Եսթերի 7:10-ի մեջ, 3 օր ծոմապահությունից հետո ծոմապահությունը պատռում է ամեն խավարի ուժերը, ծոմապահությունը բացում է իրականությունը, այն բոլոր բաները, որ մենք ուզում ենք 2026 թվականին անենք, մեր ուժերով չի ստացվելու, Ագագացի այս Համանը, քույր եղբայրներս, ամաղեկացիների ուժերը, ամեն այս դիվային ուժեր, ինչ բոլոր բաներ, հարվածներ, կապանքներ, գիտեք, մեր ընտանիքի դիմաց լինի, մեր տղաների, աղջիկների բաներ կա, որ ընտանիքի մեջ տենում ենք, ասում ենք, Տեր, ուզում ենք ճեղքումներ լինեն, ընդամենը ծոմապահություն։ Եսթերը վերջապես որոշեց, որ այս ուժի դիմաց, այս պատմական, այս սերնդական, այս փոխված, այս ուժը, որ նոր տարիներից նոր տարիներ է փոխանցվել, հասկանում եք, սերունդներ են մեծացել եւ լսել են ամաղեկացիների մասին եւ լսել են այս Ագագացի Համամը, որ կա այս Ագագի մասին, թագավորի մասին, այդ վախերը վերջապես պատռեց։ Եվ Աստված բացեց ճշմարտությունը եւ ասեց. Իսրայելը իմ աջ ձեռքն է լինելու։ Եկեղեցին իմ հարս եկեղեցին է, հալելույա։ Ես օրհնում եմ իմ հարս եկեղեցին պատերազմելու ամեն խավարի ուժերի դիմաց, իրելի եկեղեցի, հալելույա։ Եվ խոսքը սա է։ Եսթերի 7:10-ի մեջ ասում է եւ Hamanին կախեցին այն փայտի վրա, որ նա պատրաստել էր Մուրդկեի համար եւ թագավորի բարկությունը իջավ նրա վրա, հալելույա։ Թշնամին այնինչ որ պատրաստել է քո դիմաց, Աստված ասում է չեղյալ եմ ես համարում, հալելույա։ Խաչում եմ դա, հալելույա։ Աստծո բարկությունն ու դատաստանը իջավ այս անձնավորության վրա։ Եվ այդ ծոմապահության միջոցով Աստված բացեց երկնքի դռները, սիրելի եկեղեցի, ասենք ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Փրկված Ագագը մարդու մարմնի խորհրդանիշը նայենք, սիրելներ։ Փրկված Ագագը մարդու մարմնի խորհրդանիշն է։ Ագագը պետք է մեր մեջ մահանա։ Երբ որ Ագագը ապրում է մեր մեջ, մենք պարտություններ ենք ունենում, այսպես ասած։ Ագագը խորհրդանշում է մարդու մարմինը, հին մարդը եւ մարդկային բնույթը, ամեն։ Սավուղը չսպանեց Ագագին, ինչպես հավատացյալը, որ չի խաչում իր մարմինը ամբողջությամբ։ Կիսով չափ նվիրվածություն, կիսով չափ կյանք հավատքի, սիրելներ։ Գաղատացիների 5:24-ի մեջ Պողոս առաքյալը հետևյալն է ասում. Բայց նրանք, ովքեր Քրիստոսինն են, քանի ստեք Քրիստոսինը, ձեր մեջ հավատում եք, բայց նրանք, ովքեր Քրիստոսինն են, բայց նրանք, ովքեր որ խոստումից են, բայց նրանք, ովքեր որ հոգուց են առաջնորդված, Քրիստոսին են, իրենց մարմինը խաչ անեցին կիրքերով եւ ցանկություններով միասին։ Խնդրում եմ այսօր կկարդա Գաղատացիների 5-րդ գլուխը, որ գնակտուն կտեսնեք այդ կիրքերի ու ցանկությունների մասին, որ ամեն օր ես դրանց կոչում եմ ամաղեկացիներ մարդու մարմինը, որ պատերազմում է հոգու դիմաց։ Մարդու ցանկությունները, մարդու այդ մեղքի տեսակները, այդ հարվածները, ամեն օր մեր մեջ մարմնի հոգու պատերազմը, հավատում եք։ Ամեն օր մարմնի հոգու, բայց ոնց ենք այս հոգու պատերազմը մենք
վերցնելու իշխանությունը մեր վրա, եթե ոչ միասնական ծոմապահությամբ տարին սկսելով Աստծո հոգու ներկայությունը առաջնորդությունը մեր մեջ կանչելով Փառքեր Հիսուսին։ Հռոմեացիների 6-րդ գլուխ 6-րդ խոսքը ասում է իմացեք, որ մեր հին մարդը, ես սրան անվանում եմ Ագագ, հին մարդը, նրա հետ խաչվեց, նա պետք է խաչվի, որպեսի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք, սիրելներ։ Շատերը ասում են, դե հաղթել ենք արդեն աշխարհին։ Այո, մենք հաղթել ենք աշխարհին, բայց կապված է նրանից մենք Ագագին խաչել ենք։ Պողոս առաքյալը ասում է, ես ամեն օր իմ մարմինը խաչն եմ անում։ Ես ամեն օր մահանում եմ։ Ամեն օր իմ մեջի այն հին մարդը, որ ուզում է արթնանա իր ցանկություններով, ես խաչն եմ հանում եւ տեղ եմ տալի, որ հոգին իմ մեջից գործի ավելի մեծ գործեր Աստծո անունի ու փառքի համար, Փառքեր Հիսուսին, հալելույա։ Ագակը մարմնի խորհրդանիշն է, սիրելիս։ Հին սովորություններ ու մարմնավոր ցանկություններ։ Տեսեք, հին կտակարանը, երբ որ կարդում ենք, ասում ենք Տեր Աստված, այսինչ դաժան պատվեր տվեցիր Սավուղին, կգնաս, ամբողջ ամաղեկացներին, նրա թագավորին, մեծերին, փոքրերին, ամեն ինչ արմատախիլ կանես։ Այսինքն նա խոսում է սովորությունների մասին։ Այսօր որ նոր տարին ասում ենք մտել ենք նոր տարի, նորն է ավելի լավ, մեզի սենց միան լավ դուխ ենք տալիս, բայց հարցեր կա, որ լուծված չեն։ Ագագներ կան, որ նրանք թագավորում են դեռ։ Ամաղեկացներ կան, որ նրանք դեռ իշխանություն ունեն մեր վրա, եթե մենք իշխանության տեղ ենք տալի, ոտքա տեղ ենք տալի նրան, սիրելի եկեղեցի, ամեն։ Աստված ուզում է, որ Ագագին ընդհանրապես նրա գործերը ամեն բան խաչենք Հիսուսի անունով։ Կիսով չափ հնազանդությունը ստեղծում է ապագա պատերազմներ, սիրելի եկեղեցի։ Այնինչ այսօր հանդուրժում ես, վաղը կիշխի քո վրա։ Այնինչ այսօր փոքր բաներ մեր կյանքի մեջ որ ասում ենք դե նորմալ է, բոլորն են անում։ Դրա մեջ ինչ կա ախր։ Այդ փոքր բաները փոքր ամաղեկացներն են։ Այն փոքր բաներն են, որ ասես կգնաս մեծերին է կվերացնես, բայց այդ փոքր բաներն էլ քո կյանքից ու քո ընտանիքի մեջից կմաքրես, սիրելի եկեղեցի, ամեն։ Չես կարող նոր շրջան մտնել հին թագավորներով, հին մտածելակերպով, հին բաներ, որ մեր մեջ գործում են, մեր մեջ թագավորում են, մեր մեջ իշխում են, սիրելի եկեղեցի, չեն կարող այդ բանը անենք։ Առաջի թագավորաց 15:23-ի մեջ խոսքն ասում է, որովհետև ապստամբությունը կախարդության մեղքի պես է, Սավուղ, եւ աննազանդությունը կռապաշտության, ամեն։ Սավուղի խնդիրը դա էր, որ նա լսեց Աստծուն, բայց կիսով չափ լսեց։ Նա Աստծուն ծառայում էր, բայց կիսով չափ էր ծառայում, սիրելի եկեղեցի։ Նա եկեղեցու մեջ էր, բայց դեռ ուներ իր կյանքի մեջ պահված ամաղեկացներ, թանկ բաներ, այսպես ասած։ Նա ուներ, սիրելի եկեղեցի, իր կյանքի մեջ, իր սրտի մեջ Ագագ, որը որ թագավորում էր Ագագը, հասկանում եք։ Իմ աղոթքս է, որ այս տարի սկսենք հոգևոր պատերազմ մարմնի դիմաց։ Այո, մարմինը Աստված ստեղծել է լավ բանի համար, ասում է մեր մարմինը Աստծո տաճարն է, Աստծո հոգին բնակվում է մեր մեջ։ Բայց եթե մենակ մարմնի խնամությամբ զբաղվենք, խնայենք միայն մարմինը, միայն այս մարմինը բան, հասկանում եք, ոնց կարանք մենք մեր հոգևոր պատերազմներ այս 2026 թվականին պատերազմենք, սիրելներ։ Մեր առջև մենք ունենք մեծ խնդիրներ, որ անցնելու ենք այս խնդիրները։ Ինչպես գործնականում կիրառել այս պատգամը մեր կյանքում։ 5 կտակարանում տեսնում ենք ամաղեկացները, Ագագ թագավորը, մարմնավոր խորհուրդները, այո։ Իմ խրախուսանքը սա է, սիրելներ։ Հաջորդ կիրակի նախքան եկեղեցի գալ արդեն ծոմի մեջ ենք մենք լինելու։ Մեր ծոմը բացած, ամեն։ 21 օր ծոմապահություն։ Ես կխնդրեմ, որ 21 օրվա ծոմապահության ժամանակ ամեն օր 9 գլուխ կարդանք Աստծո խոսքը։ Եվ ամբողջ նոր կտակարանը ավարտելու ենք 21 օրում։ 21 օրվա մեջ ամեն օր 9 գլուխ կարդում ենք։ Ու կտեսնեք մարմինի հոգու պատերազմը սկսում։
Շատ ժամանակ երբ որ խոսում ես այս պատգամը ամաղեկացներ, ագագ, բան, տեսնում ենք հա դե 2000 տարի առաջ էր դա Սավուղի թշնամիներես էր Իսրայելը, բան, ասում ենք, բայց ոնց պետքա դա կիրառեմ իմ կյանքի մեջ, ինչ է Աստծո հոգին ասում, ինչ, արդյոք իմ կյանքի մեջ ես ունեմ պատերազմներ ու սկսում ես երբ որ մտնել հոգու կյանքի մեջ, սկսում ես արդեն Աստծո խոսքի հետ հարաբերվել, կարդալ, ամեն օր 9 գլուխ, սիրելի եկեղեցի, կարդանք ամեն ու կտեսնեք մի անգամից մարմինը ինչ անում, մարմինը ոնց է սկսում պատերազմել, մարմինը ոնց է սկսում ըմբոստանալ ու մեկ էլ սկսելու ենք մեր ծոմապահությունը, այս գրքույկի մեջ գրված է ծոմապահությունը, ինչպես կարանք մտնենք ծոմապահության մեջ, պարզ ձևով, ոչ թե որ մեր մարմինը ճնշում ենք, օրենքի տակ ենք, ծոմապահություն հեռախոսից, ուզում եք տեսնեք ամաղեկացների պատերազմ տան մեջ, երեխաների ձեռից վերցրեք հեռախոսը ու կտեսնեք ինչքան ագագներ կան, կտեսնեք ինչ պատերազմներ կա մեր շրջանում, լուրջ եմ ասում, 21 օր մի մտեք social media, Facebook մի օգտագործեք, ոչ մի բան, ես ուտելիքի մասին չեմ խոսում դեռ, սա ուղղակի դրսի աշխարհի հետ կապված մի բան, ու աշխատեք օրվա մեջ սիրելներ, Աստծո խոսքը գիտեք Հիսուս ասեց, եթե ձեր արդարությունը փարիսեցիների ու դպիրների արդարությունից ավել չլինի, նրանք ծոմ էին պահում, աղոթում էին, ամեն բան անում էին, բայց հասկանում եք, անում էին իրենց ցանկությունների համար, իրենց երազանքների համար, իրենց կրոնի համար, մենք դա չենք անում այդպես, Իսլամը, մուսուլմանները ամաղեկացներ կարանք ասենք, նրանք երբ որ գալիս է Ռամադանը, լուսաբացից մինչև արևմուտ, նրանք ծոմի մեջ են մտնում, եկեղեցի ոնց կարանք մենք չմտնենք ծոմի մեջ, ոնց կարանք մենք ասենք, չէ, ես գիտես ինչ կա, շատ ժամանակ այո այդ համարները կարդում ենք և ասում ենք, մեր միջինը ավելի զորեղ է և հաղթել ենք աշխարհին, ես հավատում եմ այդ խոսքին, բայց եթե քո մեջ չունես այդ զորությունը, դու ոնց ես հաղթելու ամաղեկացներին ու աշխարհին, սիրելի եկեղեցի, այսօր խրախուսում եմ այս գրքերից վերցնեք, հայերեն ու անգլերեն տունը տանեք ու կարդակ, ծոմապահության տեսակներ կա, որ մտնելու ենք այդ ծոմի շրջանի մեջ, 21 օրյա ծոմապահություն, կյանքիդ միջից ինչ-որ մի բան կտրիր և դրա տեղը փոխարինիր կարդալով օրը 9 գլուխ, այն պահը, որ ինչ-որ ցանկություն է գալի, որ պետք է ինչ-որ social media կամ մի բան, կամ ինչ-որ ուտելու մի, այդ ուտելու տեղը խոսքը բացի ու կարդա, Մատթեոս ավետարանից մինչև հայտնություն 21 օր, մտնում ենք ծոմապահության մեջ, ամեն սիրելի եկեղեցի, ամեն օր բերելու ենք խոսքը, խոսքը Տիրոջ առաջ, խոսքը մեզ տալու է զորություն, քո հոգին սկսելու է լցվել Աստծո հոգով, կյանքդ փոխվելու է, առաջի մի քանի օրը դժվար է լինելու, զգալու ես ամաղեկի պատերազմն է սկսել, մարմինը հոգու դեմ, հոգին մարմնի դեմ, ցանկություններ ու նման բաներ, ես գիտեմ ինչ է, ես ինքս ուզում եմ դատարկվեմ, ինքս իմ մարմին ուզում եմ դատարկեմ աշխարհից, սիրելներ, ամեն տարի գիտեք այդ տարին, որ գալիս է հունվար ամիսը, մատերի արանքով չենք նայում, մտնում ենք լուրջ ձևով և ասում ենք սիրելի եկեղեցի, ամեն մեկս մեկի կարիքն ունենք, ամեն, ես գիտեմ բաներ կա մեր կյանքի մեջ, որ ասում ենք, ուզում ենք այդ բաները անենք, բայց չգիտենք ոնց անենք ու ոնց ավարտենք, Տեր ասում է պարզ բան, մտի ծոմապահության մեջ, ինչ որ մարմնավոր բաները մի կենտրոնացի դրա վրա, հոգու վրա կենտրոնացի, ամեն բան Տերը քո կյանքի մեջ հաղթություն է տալու, խոսքը սա է, ինչպես գործնականում կիրառել այս պատգամը մեր կյանքում այսպես, Հակոբոս 4 գլուխ 7-ից 8 խոսքերը, սա մեր ծոմապահության խոսքերն են լինելու, արդ հնազանդվեցեք Աստծուն, Սավուղ ասեց հնազանդվիր, կգնաս ամաղեկը կվերցնես, կհանես, ամեն բան, արմատախիլ կանես, ոչ թե միայն մեծ մեղքերի վրա, փոքր են պուճուր բաները, դա էլ կհանես քո հողից, քո տարածքից,
Հնազանդվեցեք Աստծուն, հակառակացեք սատանային ու նա կփախչի։ Քանի անգամ ասում ենք ետիցս գնա սատանա ու չենք զգում բաներ կա, ասում ենք բայց չի կա։ Ետիցս գնա սատանա, Տեր ասում է հնազանդվեք Աստծուն, հակառակացեք սատանային ու նա կփախչի։ Սիրելի եկեղեցի, հալելույա։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ 21 օրվա ծոմապահությունը մենք մոտենալու ենք Աստծուն, սիրելի եկեղեցի։ Կարակ սկսեք Դանիելի ծոմապահությամբ։ Մանրամասը գրած այս գրքույկի մեջ։ Միսը, հացը, քաղցր բաներ ձեր կյանքի մեջ մի օգտվեք, հա։ 21 օր, սիրելի եկեղեցի։ Շատերը սկսում են 3 օրվա ծոմապահությամբ, քանի որ արդեն մեր մարմինը լիքը սենց այնքան պահած բաներ ունենք, առաջի 3 օրը որ հացել չուտեք, իմացեք նորմալ է լինելու։ Շատերը 3 օրը սկսում են ուղակի ջուր, հյութ, միայն ջուրը հյութ են խմում, 3 օրից հետո, երբ որ սկսեք արդեն մենակ բանջարեղեն ուտելու բան, մարմինը ասելու է շնորհակալ եմ, էդ էլ տվեցիր լավ է։ Սիրելի եկեղեցի, մտնենք Աստծո ներկայության մեջ։ Իհարկե Եսայի մարգարեն ասում է, որն է ճշմարիտ ծոմը։ Այո, ճշմարիտ ծոմը ոչ թե մեզ ուտելիքից զրկելն է կամ ինչ-որ մի բան, հասկանում եք, դա չի ճշմարիտ ծոմը։ Ճշմարիտ ծոմը Աստծուն մոտենալն է։ Նրա գութը, նրա սերը, նրա ողորմությունը զգալն է։ Մի փոքր աշխարհից կտրվելն է, սիրելի քույր եղբայրներս, կանգնենք ոտքի։ Այսօր ասում ենք Տեր Հիսուս Քրիստոս, սիրելի Հայր, ես խնդրում եմ Հայր, մեր կյանքում ցույց տուր ամաղեկացներ, Տեր Աստված, վախեր, թաքնված բաներ, մարմնավոր կյանք կարա լինի։ Տեր Հիսուս, այսօր մենք մուտք ենք գործել 2026 թիվը, Տեր։ Ու ես խնդրում եմ սիրելի Աստված, որ ագագի գահը արմատախիլը լի մեր միջից։ Մարմնավոր մարդը իր գործերով արմատախիլը լի, սիրելի Աստված։ Երկնային Տեր, ես հավատում եմ, որ այս մարմնի վրա խոստումներ չկան, խոստումը հոգու մեջ է, սիրելի Հիսուս։ Սուրբ հոգու մեջ է։ Եվ այն վերստին ծնված հոգին, որ մեր մեջ է, Աստծո հոգով ծնված, սիրելի քույրս եղբայրս, Պողոս առաքյալն ասում է, արթնացրեք հոգու կրակը ձեր մեջ, բորբոքեցեք հոգու կրակը, սիրելի Աստված, գալիս ենք քո առաջ, բացում ենք մեր կյանքը քո առաջ, սիրելի Հիսուս։ Հայր, մենք խնդրում ենք Տեր, այս շաբաթը, որ լինելու է preparation, պատրաստվելու շաբաթ, Տեր, տարվա խոսքը դու տվեցիր այդ խոսքը, որ մենք պետք է պատրաստվենք, Տեր, ես խնդրում եմ, որ այսօր, որ մենք ուղղակի այստեղից գնանք մեր տուն, մեր առօրյա կյանքին, ամբողջ շաբաթ, Տեր Աստված, խնդրում եմ սիրելի Սուրբ Հոգի, պատրաստես մեր սիրտը, մտնելու պատերազմի դաշտ, մտնելու այն դաշտը, Տեր Աստված, այն պատվերը, որ դու տվեցիր ամաղեկացներին կոտորելու համար, ու դու ասացիր Սավուխ, պետքա գնաս, ամաղեկացներին պետքա արմատախիլ անես, հեռու Իսրայելից, նրանք, որ վախ են բերում իմ ազգի մեջ, սարսափ են բերում, նրանք, որ միայն անցյալից հարվածներ են բերում, վերջապես այդ հարցը պետքա լուծես, կյանքի Աստված, ես հավատում եմ քեզ Տեր Հիսուս, որ այս ընթացք, այս ծոմապահությունը մենք մտնում ենք մի շրջան, որ ոչ թե մեր ուժերով, մեր ցանկությունով, Տեր, ուղղակի քո հոգու զորությամբ, կյանքի Աստված, Տեր, ես բարձրացնում եմ, Տեր, Աստծո բանակ այստեղ, Հայր, բանակ ոչ թե պարտված, այլ Քրիստոսի արյունով գնված, նրա հոգով զորացած, փառքերը քեզ Հիսուս, կյանքի Աստված զորացրու իմ հոգին, սիրելի քույրս եղբայրս, ասա, սիրելի Հիսուս, զորացրու իմ հոգին, արթնացրու իմ հոգին,
Սիրելի քույրս, եղբայրս, ասա կարողություն տուր, որ այս 21 օրվա ծոմապահության ժամանակ առաջին հնազանդվեմ Աստծուն, երկրորդը հակառակ կանգնենք սատանային եւ երրորդը մոտենանք Աստծուն, մոտենանք նրա ներկայությանը, մոտենանք նրա հրաշքներին, նրա գործերին։ Կյանքի Աստված, փառք ես Հիսուս, փառք ես Տեր Հիսուս, փառք ես Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, սիրելի եկեղեցի, եկեք գոհություն բարձրացնենք Աստծուն։ Քո սրտի միջից գոհություն բարձրացրու։ Այսօր քո պատերազմի զենքը քո ձայնն է։ Փառք ես Տեր Հիսուս։ Պատերազմի այդ ոգիների դիմաց, ամաղեկի դիմաց, այդ սարսափի դիմաց։ Հալելույա Տեր Հիսուս, այսօր գալիս ենք ես Տեր։ Գալիս ենք ես Եհովայի անունով, մեր Փրկչի անունով, նրա գահը մեծ է, փառավոր է Տեր Հիսուս, փառք ես Տեր։ Անսահման անունը փառավորվի կյանքի Աստված։ Ես շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։ Թող ագագը խաչվի Տեր Հիսուս։ Թող ագագը խաչվի իր մարմնավոր ցանկությունները ու գործերով Տեր։ Հայր, տուր այն կամքը, որ ես Տեր ուներ։ Խնդրում եմ Հայր, այն կամքի ուժը, որ ես Տեր թագուհին ուներ։ Մեկ հոգու որոշմամբ սիրելի եկեղեցի, որ նա որոշում կայացրեց իր ընտանիքի համար, իր ազգի համար։ Պատերազմելու եմ։ 3 օր ծոմ եմ մտնելու Աստծո գործի մեջ, իմ ազգի, իմ ընտանիքի համար։ Փառքեր եկես Հիսուս։ 3 օրվա մեջ Տեր, դու բացեցիր խավարը, Hamanացի ագագի դեմքը բացվեց, եւ այս թագավորը տեսավ խավարի գործերը, եւ այն փայտը, որ նա պատրաստել էր Իսրայելի որդիների համար, մուրտկեի համար, այսօր այդ մուրտկեն կարա լինի քո տղան, քո աղջիկը, այսօր այդ մուրտկեն կարա լինեն մեր ընտանիքի անդամները, սիրելիներ, որ ամեն օր թշնամին գալիս է ու նա ուզում է հարված բերի մեր կյանքի մեջ, մեր հարազատների կյանքի մեջ, բայց այսօր քո որոշումը Տիրոջ առաջ արդար ու սուրբ է։ Դու որոշում ես կայացնելու, որ Տեր Աստված այս ծոմապահության շրջանը, որ մենք մտնում ենք եկեղեցով, որ մենք հակառակ ենք կանգնելու սատանային, հնազանդվելու ենք Աստծուն, մոտենալու ենք քեզ։ Հալելույա Տեր Աստված, փառք ես Տեր Հիսուս։ Ինչ գեղեցիկ է խոսքն ասում, սիրելի եկեղեցի, որ թագավորը դատապարտեց ագագին այդ փայտի վրա։ Եվ երբ որ կարդում ենք խոսքն ասում է, այդպես էլ Աստծո բարկությունը թափվեց իր որդու Հիսուսի վրա, խաչի վրա։ Երբ որ մեր Տերը նա խաչի վրա բարձրացավ, մեր ամբողջ մեղքերը, ամաղեկացների անեծքն ու ագագի այդ թագավորի այդ ըմբոստությունը, ամեն բան նա վերցրեց իր մարմնի վրա, ամեն անեծքները, եւ խոսք ասում է գաղատացների մեջ կրկին, որ նա մեղքն ու անեծքը թողեց խաչի վրա դատապարտված, ինչպես որ այդ Համացի ագագին դատապարտված փայտի վրա, եւ նա մեռելներից հարություն առավ, փառքեր Հիսուսին, մեր Տերը մեռելներից հարություն առե։ Սիրելի եկեղեցի, 21 օր ժամանակ ու մենք տեսնելու ենք Աստծո գործը մեր կյանքի մեջ, մենք տեսնելու ենք Սուրբ Հոգու գործը մեր կյանքի մեջ, մենք տեսնելու ենք բաներ կա, որ ոնց է դատապարտվում այդ փայտի վրա ու արդեն դատապարտվել է, եւ տեսնելու ենք Քրիստոս կյանքը, որ բերում է հաղթություն, կյանք։ Փառք ես Տեր Հիսուս։ Հայր, բարձրացնում եմ քեզ, Հայր, բարձրացնում եմ մեր եկեղեցին, Հիսուսը քեզ, Տեր Հիսուս։ Ես խնդրում եմ Տեր Հիսուս, որ այս տարի Տեր, թարմ ուժերով, թարմ ձևով, նորոգված մտքով գանք Տեր Աստված։ Քույրս, եղբայրս, խոսքն ասում է, մտքի նորոգությունով եկեք։ Հռոմեացիների 12:1-ը շատ հստակ ասում։ Ձեր մարմինները ասում է կենթանի զոհ բերեք Աստծուն։ Մարմինը պետք է խաչվի, քույրս, եղբայրս։ Մարմնի համար նորոգում չկա, այդպիսի բան չկա խոստում, միտքը պետք է նորոգվի։ Նորոգված միտք մարմնի մեջ։
Փառք ես Տեր Հիսուս, փառք ես Տեր Հիսուս։ Հայր, տուր մեզ այս կամքի ուժը։ 21 օր ծոմապահություն, Տեր Աստված։ Այսօր որոշում եմ կայացնում, որ օրը 9 գլուխ կարդալու եմ Մատթեոս ավետարանից։ Ամբողջ նոր կտակարանը 21 օրում կարդալու ենք, ու դու կտեսնեք Աստված ինչ անում այստեղ։ Մեր եկեղեցում, երբ որ խոսքը գալիս է, խոսքի մեջ կա հաղթություն։ Մեր Տերը երբ որ փորձվում էր անապատում սիրելի եկեղեցի, նա խոսքով պատերազմեց սատանայի դիմաց, այդ ագագի դիմաց, հավատացեք, նա գալիս էր փորձիչ Հիսուսին, փորձում էր, 3 անգամ գրված է եւ նա ամեն անգամ ասում էր գրված է, գրված է, գրված է։ Խոսքը երկսայրի սուրն է, այն սուրն է, որ Աստված տալիս է քո ձեռը Սավուխ թագավորին, տվեց եւ ասեց այս սուրը վերցրա եւ գնա ամաղեկի դեմ պատերազմիր, ագագին արմատը խիլ արա։ Աստծո խոսքը քո սուրն է, եւ դուք ասում եք թագավորներ եք, թագավորական որդիներ եք։ Մենք թագավորի որդիներ ենք, սիրելիներ, մեր Տերը Աստված է։ Ես այսօր ուզում եմ, որ այս նոր շրջանը, որ մտնում ենք, ամեն մեկս կարիք ունենք, հավատացեք, ամեն մեկս խնդիրներ ունենք մեր կյանքի մեջ։ Սկսած ինձանից այստեղ, սիրելի քույրս, եղբայրս, ես խնդրում եմ, որ նոր ձևով մտնենք։ Ամեն մեկս նոր շրջան ենք մտել։ Ես էլ ամեն տարի իմ երեխաներն են մեծանում, սիրելիներ։ Նոր շրջան եմ մտնում, որ մեծ աղջիկս հարաբերության մեջ է, հասկանում եք, հետագայում, չգիտեմ, նշան դրեք, հարցան ասեմ, Տեր Աստված, սրանք մեծ որոշումներ է, մեծ որոշումներ է։ Եվ այս որոշումներից առաջ ուզում եմ երեսդ փնտրեմ, Տեր։ Քույրս, եղբայրս, ինչ որոշման առաջ ես կանգնած, ինչ ես ուզում, որ Տեր անի քո կյանքի մեջ, սպասում ես, միգուցե հիմա ժամանակն է, որ ես Տերի նման, Տերը ասում է, ժամանակն է քո, աղջիկս, տղաս, այդ որոշումդ հաստատիր քո մեջ եւ ուխտդ նորոգիր իմ մեջ։ Հիշեք, որ մենք ուխտի որդիներ ենք, մենք խոստումի որդիներ ենք, մենք Եսավի ժառանգը չենք, Եսավի ժառանգը ամաղեկացիներն են, մարմնավոր մարդը չի կարող Աստծուն հաճելի լինի, պետք է խաչվի, բայց հոգևոր մարդը, նա զորավոր է, նա իր փրկի պատկերի նմանության պես է, երկրպագենք Տիրոջ, ասենք Եշուա, թո քո ներկայությունը գա մեր կյանքի մեջ, փառքեր Հիսուսի։